Սիրելի հայրենակիցներ, չնայած իմ համար շատ դժվար է, բայց ես ուզում եմ այսօր իմ միտքս, իմ ուղերձը ասեմ հայերեն, որտեղ ասում դա հաշվում դա շատ կարևոր։ 5 մտքեր եմ ուզում ձեզ փոխանցեմ ստեից եւ հույսում եմ, որ դուք ճիշտ կհասկանաք։ Առաջինը, ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ Քաչ Նազարին ընտրում է ժողովուրդը թագավոր, ինքը չի դառնում թագավոր։ Ես ուզում դա հիշեցնեմ գալիս մեզ բոլորին, որ մենք չմոռանանք դրա մասին։ Երկրորդը, սիրելի Քաչ Նազար Նիկոլ, ձեզ 3 անգամ բախտը չի բերել։ Առաջինը, ես մանկությունից շատ եմ սիրում կարդալ եւ իմ ամենասիրած գրողներից երիտասարդ ժամանակ եղել է Էրիխ Մայերի Մարկը։ Երրորդը, որ ես կանանախոսում գտնվելով մենակ 800 շատ գրքեր էի կարդում եւ փորձում եմ հայերենը պահպանել եւ փորձում եմ գտնել հայ գրողների գրքերը գրադարանում։ Ցավոք սրտի մենակ 2 գրողների գիրք կար գրադարանում, մեկը Պետրոսյանին էր, մեկը ձերն էր։ Զարմանալի իմ համար, գիտեմ որ դուք տենց հայտնի գրող եք։ Եվ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի, որ ոչ դրումնակ ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական պայլաձևով, ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ եք կայնած, որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան, բայց դուք գրագող եք։ Եվ ասեմ ձեզ, որ դա ինձ շատ զարմացել, որտեղ գրագողներով դուք գիտեք, որ գողությունը, սեփականությունը նույն գրքերը չի կարելի գողանալ, բայց դուք դարեցիք շատ հանգիստը ոչ մի հատ մի գրողից, այլ մի քանի գրողից եւ ձեր թերությունները իհարկե ձեր վրիպումները, ձեր բայրաձևը ինձ շատ տխրացնում է եւ ես ցավոք վախենում եմ, որ ինչ որ դուք անում եք ձեզ մեծ պատիժ է սպասում եւ գիտեք Հնդկաստանում երբ որ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ եւ ամենամեծ պատիժն է, որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեվի ճճուի մեջ եւ 84000 ապրում են որպես Անդրեվի ճճու։ Ես վախում եմ, որ ձեզ այդպես պատիժն է սպասում, հույսով եմ, որ հենց ժամանակ կա, որ դա չստացնեն, բայց կասկածում եմ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում ասեմ, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընտրությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակում է։ Եվ պատերազմը շարունակում ոչ ռազմական, այլ ուրիշ եւ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի եւ Եվրոպական միության մեջ փորձում են կռվածնել, ամենավտանգավորենը, որ մենք վերջում ընկնելու ենք 3-րդ ուժի տակ, եւ այդ 3-րդ ուժը նստած սպասում է ոնց է մենք դառնալու իրենց կախված եւ տնտեսական եւ պարանյութական եւ տեղեկատվական եւ տեխնոլոգիաներով եւ ամեն ինչով դառնալու ենք վայելել Թուրքիա եւ Ադրբեջանը եւ դա է նպատակը, որ արդեն հիմա առանց ֆիզիկական ռազմական գործողությունների քայլ առ քայլ եւ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում դա ասեմ, որ մենք բոլորս պիտի հասկանանք, եթե մենք ոչինչ բան չանենք, դա իրականացնելու է շատ արագ եւ դա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք շարունակենք մեր բայրաձևը, մեզ սպասում է ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպական միություն, այլ Թուրքիայի վայելել դառնալը։ 4-րդը, ես այստեղ քննարկում եմ, որ ամսի 28-ին մայիսի պատրաստում եմ ռազմական շքերթ, ինձ թվում է դա անբարոյական է, երբ որ հիմա նույն ժամանակ զինվորները եւ սպաները գտնում են Երեն հիմա եւ գտնում են բանտում Ադրբեջանի շքերթ անցկացնել եւ ես նորից հիշեցնեմ, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով եւ զենքով, կոչումներով եւ տարբեր ձևի ուրիշ բաներով, այլ ամենական ոգով, բարոյական եւ հայրենասական ոգով։ Եվ ես կոչ եմ անում բոլորին, որ իսկապես հայրենասեր է, որ մենք դուք չմասնակցեք այդ շքերթին, որովհետեւ դա անբարոյական է այս վիճակում, երբ որ մեր սպաները ու զինվորները գտնում են ստեղ դուք անեք շքերթը եւ դա ոչ մի դեպքի թողնում ինձ հանգիստ, որտեղ ես հաշվում եմ դա անբարոյական է, որ մեր տեղեքստը գտնվելով 6 տարի է մարդիկ կամ արդեն 6 տարի չունեն հարություն ոչ ստանալու ոչ իրաց մոտիկների ֆոտոները, իրաց մոտիկներից նամակներ, իրաց մոտիկներից շորեր, ուրիշ բաներ եւ դա ոչ մեկ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր համակարգը, որը պարտություն է գրել, չի անում ոչ մի բան, որ
այդ մարդիկ գոնես կան, որ իրենց հետևեցիկում կկանանց այդ պետությունը։ 5-րդը հիշեք միշտ, որ ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Անտարբերությունը ավելի վտանգավոր, քան բոլոր ուրիշ թերությունները։ Սերի մյուս կողմը ատելությունը չի, անտարբերությունն է։ Բարության մյուս կողմը չարաշնատերությունն է, անտարբերությունն է։ Հավատի մյուս կողմը աստվածամերություն չի, անտարբերությունը, եւ կյանքի մյուս կողմը մանուչ անտարբերությունը։ Եվ որ մենք ունենանք մեր պետությունը, մենք հպարտ ունենք, որ մենք քաղաքացիենք այդ պետության, մեզ ոչ մեկ ոչ մի բան պարտական չի, մենք պիտի անտարբեր չլինենք։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանվի։ Մենք պետք է ամեն մեկը մեր տեղում հասկանանք, որ ոչ մեկ մի հոգին չի կարող փոխել այդ իրավիճակը։ Մենք իրար միասին բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում ասեմ, որ իմ համար երջանկություն է ծառայել կամավոր երախտապարտ Աստծուն, սիրել բոլորին եւ ամեն ինչը, եւ հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչեւ վերջին իմ կյանքի շունչը, եւ ամեն ինչ որ ես գիտեմ, կարամ ունեմ տամ աշխարհին, վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն, իմ երջանկության համար, եւ ես երջանք եմ, որ դա ես ամեն ինչ կարամ անեմ, մինչեւ վերջին իմ կյանքի շունչը, եւ ես դասարուբենն եմ, Կարլենի Իրինայի որդին, Հուսայն մտքով հայ մարդ, իմաստնայի թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որի համար հնարավորություն կա իր կյանքը նվիրել իր հայրենիքին, աշխարհին, սիրով եւ հավատով, ծառայել բոլորին եւ ամեն ինչին։ Ես ձեզ ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չի։ Եվ ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարանք եւ անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի եւ հիմնված սկզբունքների արժեքների վրա։ Եվ հուսով եմ, որ բոլոր մարդիկ հիմա որ սխալ բաներ են անում եւ սխալ մոտեցումով վերաբերում են այդ ամեն ինչին, կհասկանան եւ կփոխեն իրենց մոտեցումը այդ ամեն ինչին։ Եթե չէ, Աստված իրենց այդ բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։ Շնորհակալ եմ ձեզ բոլորին եւ էլի դրեք միասին եմ